Ժողովուրդ ջան, այսօր պատրաստելու ենք սմբուկով տավարի աղացած մսով համեղություն։ Այնպես որ կխնդրեմ ամբողջական վիդեոն դիտեք, որ իմանաք ոնց ենք պատրաստում։ Հիմա մեր օպերատորը այսպես կներկայացնի ինչը անհրաժեշտ պատրաստելու համար։ Ժողովուրդ ջան, ամբողջական վիդեոյի մեջ հատիկ ցույց կտամ ինչ ենք անելու։ Գնացինք պատրաստելու։ Սկսում ենք պատրաստել։ Ամեն առաջինը մեզի անհրաժեշտ է տավարի միսը կտրատել։ Ես արդեն կտրատել եմ։ Դե կտրատելը ինձ թվում է պետք չի նկարը անել։ Всё, պատրաստ է։ Ուրեմն մեզի հարկավոր է աղալ։ Ժողովուրդ ջան, միսը աղալուց հետո մեզի անհրաժեշտ է 1 գլուխ սոխ։ Պետք է յան աղանք։ Մեզ կտրատեմ։ Կտրատելուց հետո անհրաժեշտ է աղալ։ Սոխ աղալուց հետո մեզի անհրաժեշտ է տապակել։ Գնացինք տապակելու։ Ուրեմն մեր օպերատորը ցույց կտա։ Այսպես պետք է, ժողովուրդ ջան, մատյան խառնում ենք ամբողջական միսն ու սոխի այդ։ Հիմա թողում ենք այս ձևի, ինչա մեզի անհրաժեշտ։ Մեզի կարակ անհրաժեշտ։ Եվ ավելացնում ենք ձեթ։ Կարակը հալելուց հետո մեզի անհրաժեշտ է ավելացնենք աղացած միսը։ Լավ խառնում ենք, այսպես հավեսին։ Եվ թողում ենք, որ լավ տապակվի։ Այդ ընթացքում մեզի անհրաժեշտ է կտրատենք սմբուկները։ Հիմա ցույց կտամ ինչ ձև է պետք կտրատել։ Ուրեմն անհրաժեշտ է մեծ սմբուկներ։ Պետք է որ բաժանենք երկու մասի մեջտեղից, ժողովուրդ ջան։ Չենք մաքրում այս մասը։ Վերցնում ենք սմբուկ, այսպես։ Այս ձև։ Պետք է որ երկու մասի բաժանվի։ Եվ հաջորդը։ Էլ եմ կրկնում, պետք չի պոչի մասը կտրատել, վերցնում եք մեջտեղի մասից եւ երկու մասի եք բաժանում։ Հիմա ցույց կտամ ձեզի, հեմեք, այս մասը պետք է որ ինքը անպայման պահպանվի։ Եվ վերջինը։ Վերցնում ենք այսպես ակուրատնի։ Եվ հակառակ կողմից։ Եվ վերջինը։ Դժվար բան չկա, ժողովուրդ ջան։ Պետք է որ պրոստը մի քիչ ակուրատնի աշխատեք, ներքևի մասը որ չկտրատեք։ Հիմա ես էսի կտրատեմ, ձեզի ցույց կտա, որ հետևի մասը ինքը նորմալ է։ Համեք։ Պետք է անենց անեք, որ ներքևի մասը չկտրտվի։ Всё, պատրաստ է, ու չենք մոռանում, պետք է անպայման միսը խառնենք։ Մեր համեղությունը արդեն լավ տապակվում է։
Ուրեմն պետք է ավելացնենք աղ, սև բիբար, կարմիր բիբար, ուրեմն ավելացնում ենք չորացված ռազմարին, և ավելացնում ենք չորացած ռեան։ Եվ չենք մոռանում, որ անպայման պետք է, որ մի հատ տնավարի այսպես խառնենք, որ ինքը հավեսին տապակվի։ Եվ թողում ենք, որ տապակվի։ Ուրեմն այդ ընթացքում մեզի անհրաժեշտ է վերցնում ենք մեր սմբուկները, ուրեմն ինչ ենք անում։ Վերցնում ենք ձեթը, պետք է այսպես հավեսին ձեթ ավելացնենք, հերթականությունը ցույց կտամ ինչ ենք անելու։ Քանի որ սմբուկը ձեթ սիրում է, դրա համար ձեթը մի քիչ կարելի է շատ ավելացնել։ Հաջորդ մեր քայլը ավելացնում ենք աղ, ուրեմն մենք պետք է տեղադրենք ջեռոցի մեջ։ Ջեռոց զառանի արդեն միացրել ենք 180 աստիճան, գիտե 20 րոպե պետք է եփվի։ Եփվելուց հետո մենք ձեզ կմիանանք եւ տեղադրում ենք ջեռոցի մեջ։ Ուրեմն ժողովուրդ ջան, նորից էլի մի հատ պետք է խառնենք։ Մեր աղացած միսը նայում եք, ինչ լավ հավեսին արդեն տապակվում է։ Մինչև մեր սմբուկները պատրաստ լինեն, մեզի անհրաժեշտ է կտրատենք գույնավոր բիբարները։ Պետք է որ իրան մանր կտրատենք։ Всё պատրաստ է, հաջորդը։ Եվ վերջինը ժողովուրդ ջան։ Всё, դեղին պղպեղը արդեն կտրատեցինք, հիմա մեզի անհրաժեշտ է կարմիրը կտրատենք։ Էլի նույն process-ը կատարում ենք կարմիրի հետ։ Всё, պատրաստ է, հիմա մեզի անհրաժեշտ է մեր գույնավոր բիբարները ավելացնենք աղացած մսի վրա։ Եվ չենք մոռանում, որ պետք է անպայման մի տնավարի խառնենք։ Եվ ավելացնում ենք տոմատի մածուկ։ Եվ թողում ենք լավ տապակվի։ Այդ ընթացքում մեզի անհրաժեշտ է կտրատենք կանաչիները։ Համեմ եւ սամիտ։ Եվ պետք է որ մանր իրան կտրատենք։ Լավ մանրացնելուց հետո մեզի պետք է ավելացնենք մեր աղացած մսի վրա։
Ու չենք մոռանում, պետք է անպայման մի հատ խառնենք։ Ինչ համեղություն է մեր մոտ ստացվել։ Որ ասում եմ, վայ չուտողին։ Վերջ, մեր միջուկը արդեն պատրաստ է։ Մեր սմբուկները արդեն պատրաստ են, հիմա մեր օպերատորը մոտիկից կներկայացնի։ Նայում եք, ժողովուրդ ջան, ինչ ձև է ստացվել, մեր մոտ պետք է որ անպայման ինքը այսպես հավեսին, ինքը եփվի։ Հիմա ինչ է մեզ պետք անել։ Վերցնում ենք պատառաքաղը, այսպես պետք է իան։ Նայում եք, ինքը ինչ հավեսին մեր մոտ եփվել է։ Եվ հաջորդը։ Նայում եք, ինչ հավեսին մեր սմբուկները եփվել են։ Հիմա վերցնում ենք մեր պատրաստած միջուկը։ Այ, վայ չուտողին։ Հիմա հերթականությունը ցույց կտամ ինչ ենք անելու։ Ասես մի հատ տնավարի նոր ծելի մի հատ խառնում ենք յան։ Որ ասում եմ, վայ չուտողին։ Պետք է մեզի, ասես ակուրատնի։ Այսպես ակուրատնի տեղադրում ենք սմբուկի վրա։ Հավատացեք, շատ համեղ այս ձևի ստացվում։ Մենք արդեն փորձել ենք այս տարբերակը, դրա համար որոշեցինք ձեր հետ անպայման կիսվենք։ Հաջորդը պետք է, որ այսպես պատառաքաղով յան սիրուն պետք է, որ այս ձևի տեսք ստանաք։ Հիմա հաջորդը։ Всё, վերջինը պատրաստ է, հիմա մեր օպերատորը ամբողջական ցույց կտա ինչ ձև է մեր մոտ ստացվել։ Ինչա մեզ անհրաժեշտ։ Վերցնում ենք, այսպես տեղադրում ենք այստեղ։ Մեզ անհրաժեշտ է կտրատենք պամիդոր։ Սկսում ենք կտրատել պամիդորը։ Պամիդորը պետք է բարակ կտրատենք։ Հիմա ցույց կտամ, այսպես բարակ է պետք կտրատել, որ տեղադրենք սմբուկի վրա։ Եվ վերջ։ Հիմա ցույց կտամ ինչ ենք անելու, ժողովուրդ ջան։ Վերցնում ենք մեր սմբուկները։ Սմբուկները տեղադրելուց հետո մեզ անհրաժեշտ է վերցնում ենք պամիդորը, այսպես տնավարի, ժողովուրդ ջան, ոնց որ ես սիրում եմ։ Այսպես այս ձևի շարել։ Պետք է որ բարակ կտրատեք, որ ձեր մոտ շատ հավեսի ստացվի։ Չափով էլ կտրատել ենք։ Եվ վերջ։ Եվ վերջնական տեսքը մեր օպերատորը ցույց կտա, ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, հաջորդ քայլը մեզի պետք է որ մացառելա պանիրը անցկացնենք թեյիչով։ Այսպես սիրուն, մոտ կտրատում ենք, որ կարողանանք հետո աշխատենք։ Եվ անցկացնում ենք քերիչով։ Ինձ թվում է բավական է։ Ուրեմն քերիչով անցկացնելուց հետո վերցնում ենք պանիրը, այսպես ակուրատնի տեղադրում ենք
Պամիդորի վրա։ Եվ վերջինը։ Ուրեմն պատրաստ է, մեր օպերատորը մոտիկից ներկայացնում է վերջնական տեսքը։ Մենք ուրեմն ջեռոցը Զարանի արդեն էլի միացրած է 180 աստիճան, եփելու է 5-ից 10 րոպե։ Եփելուց հետո մենք ձեզի կմիանանք։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, հիմա մեր օպերատորը կներկայացնի, ինչ ձև է մեր մոտ ստացվել։ Այս գեղեցկությունը։ Ժողովուրդ ջան, էլի եմ կրկնում, այս իմ ամենասիրած բանն է։ Հիմա մեր օպերատորը այս գեղեցկությունը կներկայացնի ձեզի, թե ինչ ձև է մեր մոտ ստացվել։ Բա ոնց կարա մարդ էսի չպատրաստի իր ընտանիքի հետ հավեսին չվայելի։ Հիմա եկավ ամենաատվեստվնի ժամանակը, ժողովուրդ ջան, լստենայք։ Հիմա մեր օպերատորը մոտիկից գալը ցույց կտալը, լստենայք ժողովուրդ ջան։ Ինչ հավեսին, հատ այսենց սիրուն, իան խառնում ենք։ Պետքա որ իան այս ձևի ուտվի։ Նայեք, այսից ամեն ինչ էս խառնվում է իրար հետ։ Մեկ այսենց։ Ու սիրուն սենց վերցնում ենք։ Ու վայելում ենք։ Դու չեք պատկերացնում, այս ինչ համեղա ստացվել, ժողովուրդ ջան։ Պետքա մի հատ է փորձեմ։ Սենց սիրուն։ Ու լրիվ համեղություն, ժողովուրդ ջան։ Նա մի հատ է մեր օպերատորին կխնդրեմ մոտիկից։ Այսպես վերցնում ես պատրաստը, որ պատրաստ է ուտելու վաղտը, պետք է անպայման այսպես ժողովուրդ ջան։ Նայում եք, այս ամեն ինչը պետք է այսպես սիրուն խառնվի հետ։ Նայում եք, չէ, Բադրջանը ինչ հավեսին ինքը եփել է։ Ինքը մենակ մնացել է տակի այդ կորոշկեն, ինքը լրիվ եփել է։ Էլ այսպես բռնում ենք հավեսին։ Ժողովուրդ ջան, էլի ամեն վիդեոների վերջում նույն բանն եմ էլի կրկնում։ Էս իմ ամենասիրած բանն է, որ այսենց ընտանիքով չարչարում ենք, վերջում նստում ենք մեր համեղությունը վայելում ենք, վայելում։ Դե գնացինք վայելելու։